Բարի երեկո իմ շատ սիրելի հեռուստադիտող, ես Գայանե Ավետիսյանն եմ, Հորիզոնի եթերում կրկին տեսակետն է, եւ այսօր իմ տաղավարում հյուրընկալել եմ հրաշալի գեղեցկուհի թվային հոգեբան Ջասմինին։ Ողջույն Ջասմին։ Բարի երեկո Գայանե ջան։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիր առաջարկը, շատ ուրախ եմ քեզ այստեղ տեսնել։ Բարի գալուստ Միացյալ Նահանգներ եւ Հորիզոն հեռուստաընկերություն։ Ես շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Շատ լավ տեսք ունես, շատ լավ էներգիա ունես։ Այսօր հետաքրքիր զրույց ենք ունենալու, խոսելու ենք, կարելի ասել նոր, հա, բոլորին հայտնի արդեն կամ անհայտ նոր մի գաղափարից, որը կոչվում է թվային հոգեբանություն, ինչի համար դու երկար ճանապարհ ես կտրել Հայաստանից, հասել ես Միացյալ Նահանգներ, որպեսզի ունենաս հետաքրքիր հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր դրա կարիքը ունեն։ Բայց ուզում եմ, որ մի փոքր հետ գնանք ու մարդկանց պատմենք, թե ով էր Ջասմինը մինչև թվային հոգեբան լինելը։ Ուրեմն նախքան թվային հոգեբանություն սովորելը, ես ունեմ նաև 3 բարձրագույն կրթություն, ավարտել եմ Երևանի Պետական համալսարանի ռոմանա-գերմանական ֆակուլտետի մագիստրատուրան, այնուհետև տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան եւ Կանադայում սովորել եմ էմիգրացիոն իրավունք, ունեմ 3 այլ բարձրագույն կրթություններ եւ բարեհաջող ղեկավարել եմ մոտ 18 տարի ղեկավարել եմ իմ անձնական բիզնեսը։ Սակայն մեկ օրում այդ ամենը կորցնելուց հետո եւ անձնական բիզնեսս եւ հարաբերություններս ես ընկա միանգամից ճգնաժամի մեջ եւ հայտնվեցի մղձավանջի մեջ ու փորձելով դիմել տարբեր հոգեբանների, կլասիկ հոգեբանների, հասկացա, որ դա ինձ չի օգնում եւ գտա մի այնպիսի գիտություն, որը մարդուն 1-2 այցից հետո միանգամից կհանի ճգնաժամային իրավիճակից։ Եվ այդպես գտա Սյուցայի թվային հոգեբանությունը, որը կարծես թե բավականին արդեն հաջողություններ ունի, տեսնում եմ հաճախ սոցցանցերում, մարդիկ իսկապես հավատում են, քո կյանքը փոխվեց։ Այո, իմ կյանքը բաժանվեց 2 մասի, մինչև թվային հոգեբանություն եւ հետո։ Ես մեկնեցի Դուբայ, քանի որ ինստիտուտը գտնվում է Դուբայում, 3 անգամ 1 տարվա մեջ մեկնեցի Դուբայ, սովորեցի թվային հոգեբանություն եւ շատ արագ գրեթե ընդամենը 1-2 ամսում ես դառա բավականին ճանաչված թվային հոգեբան Հայաստանում։ Ովքեր են այն, կարելի ասել, հաճախորդները, որ տարիքի սահմանափակում կա տարիքի, որ տարիքի կանայք կամ տղամարդիկ են դիմում այն, կարելի ասել, ծառայություններին, հա, հոգեբանական ծառայություններին, որոնք մատուցում ես դու սրտանց եւ անկեղծորեն։ Ինձ դիմում են եւ մայրիկները իրենց երեխաների վերլուծության համար, երեխաների ուժեղ եւ թույլ կողմերը հասկանալու համար, մասնագիտական կողմնորոշման համար, նույնիսկ եթե երեխան 3-4 տարեկան է, միևնույն է մայրիկին հետաքրքիր է, թե երեխան ինչ ուղով գնա, որպեսզի ավելի շուտ հասնի հաջողության։ Դիմում են նաեւ բիզնեսմենները իրենց բիզնեսի վերլուծության, աշխատակիցների վերլուծության հարցերով, դիմում են ամուսնալուծված մարդիկ շատ ավելի հեշտ այդ կրիզիսային իրավիճակից դուրս գալու համար, ստրեսային իրավիճակները հաղթահարելու համար, այսինքն տարիքային սահմանափակում գրեթե չկա այս ոլորտում։ Ես ունեմ եւս մեկ հարց, որը քիչ անց անպայման կհնչեցնեմ, բայց արի նախ հասկանանք ինչ է իրենից ներկայացնում թվային հոգեբանությունը։ Թվային, իհարկե շատ ինքը կարելի է օրերով խոսել դրա մասին, բայց մոտավոր որպեսզի հեռուստադիտող այն մարդիկ, ովքեր առաջին անգամ են հենց հիմա մեզ նայելով լսում այդ մասին, կարողանան պատկերացում ունենալ ինչ է թվային հոգեբանությունը եւ Ջասմինին հետևեն եւ հասկանան հետագա իրենց պլանների մասին։ Թվային հոգեբանությունը, որը ես եմ սովորել, կոչվում է Սյուցայ, ինչը նշանակում է թարգմանաբար իմանալ հեռավորության վրա։ Առանց մարդուն տեսնելու, միայն նրա ծննդյան օրը իմանալով, դու կարող ես ասել այդ մարդու ուժեղ թույլ կողմերը, նրա մասնագիտական ճիշտ կողմնորոշումը, այսինքն 10 ուղին, քարտեզը, որպեսզի նա կյանքում առաջնորդվի այդ քարտեզով։ Միայն ծննդյան թվի մասին է։ Միայն ծննդյան օր, ամիս, տարեթիվ։
Իսկ այսօր շատ են այսպիսի նմանատիպ, չեմ ասում նույնը, նմանատիպ գիտություններ չեմ կարող ասել, շատ-շատերը կարող են շփոթել գուշակության հետ, աստղաբանության հետ, այլ ինչով է տարբերվում թվային հոգեբանությունը, այս սոցիալը, ճիշտ ասացի։ Այո, սոցիալ։ Ինչով է տարբերվում, ինչի համար պետք է հավատան եւ որն է այդ մեջտեղի ճիշտ կորիզը։ Սյուցայը հաստատված է 181 երկրում որպես գիտություն, գրանցված գիտություն է, նաև Կալիֆոռնիայի համալսարանում դասավանդվելու է որպես հոգեբանության ճյուղ։ Այն չի ներառում էզոտերիկա, չկա որևէ գուշակություն, ինչպես մաթեմատիկան է, այնպես էլ թվային հոգեբանությունը միայն թվերի հիման վրա է։ Այսինքն որևէ գուշակություն չկա։ Այնպես որ հանգիստ կարող եք վստահել, ուսումնասիրել այդ հարցով ձեզ կօգնի գեղեցկուհի Ջասմինը սիրով եւ անկեղծությամբ։ Իսկ օրինակի համար, եթե կինը կամ տղամարդը ինքնաբավ է, երջանիկ է, առողջ է, ամեն ինչում շատ լավ է, ինքն է կարող է դիմել։ Այո, եթե նույնիսկ կյանքում ամեն ինչ լավ է, հուսանք բոլորի մոտ միշտ ամեն ինչ լավ կլինի, սակայն թեկուզ միայն երեխաների հարցով մայրիկները կամ հայրիկները դիմում են, հասկանալու երեխաների լեզուն, որովհետև հատկապես դեռահասության տարիքում կա այդ խնդիրը, որ ծնողները երեխաների լեզուն այդքան էլ լավ չեն հասկանում, ասում են երեխաս ավելի կապրիզնի է դարձել կամ չի գտնում իր տեղը կամ չի գտնում իր ուղին, ինչ մասնագիտություն ընտրի, հենց այդ հարցում օգնության է հասնում թվային հոգեբանը։ Իսկ որքան է սխալվելու հավանականությունը։ Քանի որ ճշգրիտ գիտություն է եւ թվերը չեն խաբում, ես չեմ հանդիպել այնպիսի մարդկանց, ովքեր ինձ ասեն, որ Ջասմին դու ինչ ասեցիր չի համապատասխանում ինձ։ Միշտ համապատասխանում է գրեթե 100-ից 100։ Շատ հետաքրքիր է, ես ինքս կուսումնասիրեմ, որովհետև մինչ քեզ հանդիպելը իսկապես անկեղծորեն, անկեղծ պիտի լինեմ, տեղյակ չէի։ Դրա մասին ուզում եմ պատմես, թե ինչի համար ես եկել Միացյալ Նահանգներ կարճ ժամանակով իհարկե եւ ինչ հետագա պլաններ ունես հենց Միացյալ Նահանգների այն մարդկանց համար, ովքեր սիրով քեզ սպասում են եւ դու կտրեցիր երկար ճանապարհ Հայաստանից եկար, չնայած որ Կանադայում ես ապրում։ Այո։ Ամեն ինչ ասեցի քո մասին։ Այո, ապրում եմ տարվա կեսը Հայաստանում, կեսը Կանադայում, բայց վերջին 4 ամիսները եղել եմ Հայաստանում։ Ինչու Միացյալ Նահանգներ, քանի որ նոյեմբերին եւ հոկտեմբերին ես այստեղ անցկացրեցի մոտ 3 մաստեր կլաս, շատ մեծ հաջողություն ունեցա եւ ստացա հրավեր, որպեսզի գամ ինքս Լոս Անջելես եւ սովորեցնեմ մարդկանց, այստեղի տեղաբնակներին սովորեցնեմ թվային հոգեբանություն։ Այժմ գտնվում եմ 5 օրյա այցով եւ անցկացնում եմ արագացված 5 օրյա դասընթացներ։ Նախապես գրանցվում են օրինակի համար հաջորդ սեմինարներին կամ հաջորդ դասընթացների համար ինչ պետք է անեն, նախապես պետք է գրանցեն հետևելով քո էջին։ Այո, ունենալու ենք on-line դասընթաց եւ off-line դասընթաց։ Գրանցվել կարող են նախապես։ Այո, իհարկե, հետևելով իմեջին կտեսնեն այդ։ Կխնդրենք էկրանին տեղադրել Ջասմինի Instagram-յան էջը, որի միջոցով ձեր կստանաք ձեր հարցերի բոլոր պատասխանները։ Ջասմին, խնդրում եմ նաեւ ինձ ասա այսօր քո կյանքը ինչ կլիներ, եթե դու չլինեիր թվային հոգեբան։ Շատ դժվարանում եմ պատասխանել, քանի որ Այսինքն չես պատկերացնում արդեն քո կյանքը առանց թվերի։ Այո, այլևս չեմ պատկերացնում իմ կյանքը առանց թվերի, որովհետև ինչպես ասացի սկզբում, իմ կյանքը բաժանվեց մինչև թվային հոգեբանություն եւ հետո ուստի նույնիսկ չգիտեմ ինչ ելք ես կգտնեի այդ ճգնաժամային իրավիճակից, եթե չսովորեի սոցիալ թվային հոգեբանություն։ Իսկ եթե դիմացինդ չի հավատում դրան, որն է քո ամենակարճ կամուրջը։ Ամեն մարդ ինքն է որոշում ինչին հավատալ, կան մարդիկ նույնիսկ Աստծուն չեն հավատում եւ մեզանից ոչ ոք իրավունք չունի դատել, ամեն մարդ ինքն է որոշում, ես ինքս էլ շատ աստվածապաշտ մարդ եմ եւ այս թվերը եղել են նույնիսկ Աստվածաշնչում 7 օր, 40 օր, այսինքն թվերը միշտ մեր կյանքում եղել են, միշտ մեզ ուղեկցում են, մեր բնակարանը ունի համար, մեր հեռախոսը ունի համար, մեքենան Կինը հղի է 9 ամիս, այդ բոլոր թվերը միշտ մեր կյանքում եղել են։ Եվ եթե մարդը չի ուզում հավատալ թվերին, դա իր իրավունքն է։ Այսինքն դու երբեք չես համոզում։ Չեմ համոզում, չէ։
Չեմ փորձում համոզել։ Ոչինչ չես էլ բացատրում։ Լինում են դեպքեր, որ ուզում եմ խորհուրդ տալ։ Խորհուրդ, այո։ Ուզում եմ խորհուրդ տալ, բայց սպասում եմ, որ ինձնից հարցնեն։ Շատ լավ։ Ես կարծում եմ, որ մեր հաղորդումից հետո շատ-շատերը քեզ կգրեն քո Instagram-յան էջում, կհետաքրքրվեն, որովհետև կարծում եմ, որ ինչ որ նորություն է եւ հետաքրքիր է եւ իրական է, դա արդեն մարդկանց այսպես դեպի իրենց է ձգում։ Իսկ հետագա պլանները Միացյալ Նահանգներում։ Միացյալ Նահանգներում պլանավորում եմ անցկացնել եւս մի քանի դասընթաց տարբեր քաղաքներում եւ նահանգներում, ոչ միայն Լոս Անջելեսում, Լաս Վեգասից ունենք հրավերներ, Ֆրեզնոյից ունենք հրավերներ։ Կուզենամ այստեղ մաստեր կլասեր անեմ մեծ հիմնարկությունների համար, քանի որ ունեցել ենք 2 հրավեր բիզնեսի տնօրենների կողմից, մեծ ընկերությունների տնօրենները ինձ հրավիրել են հենց աշխատակիցների վերլուծություն անցկացնելու համար, ինչը շատ կարևոր է ցանկացած թիմային աշխատանքի հետ կապված, team building-ի հետ կապված, հետո ճիշտ մարդուն, ճիշտ պաշտոնի նշանակելու համար շատ կարևոր է իմանալ այդ մարդու էներգիաները, ուժեղ կողմերը եւ կոմպետենցիաները։ Հենց դրանով էլ օգնում է թվային հոգեբանը։ Այսինքն HR մենեջերը դա չի կարող իմանալ, բայց եթե դու HR մենեջերին հուշես, որ օրինակ ֆինանսիստ կամ հաշվապահ լավ կլինի նշանակել 3-ին, 3-ի էներգիա կրողներին, կամ կրիզիս մենեջերներ լինում են 7-երը, մարդիկ ովքեր ծնվել են 7-ին, 16-ին, 25-ին, չգիտեմ, շատ հետաքրքիր է։ Որ խորանակ ձեզ է դուր կգա։ Ես անպայման կուսումնասիրեմ։ Դու ապրում ես Կանադայում, աշխատում ես Հայաստանում, հա, Կանադայում էլ ես աշխատում երևի։ Զբաղվում ես այս գործով Կանադայում։ Ես Կանադայի քաղաքացի եմ, նաև Հայաստանի քաղաքացի եմ, իմ երեխաները սովորում են Կանադայում, այդ իսկ պատճառով տարվա կեսը բնակվում եմ Կանադայում, իսկ մյուս կեսը Հայաստանում։ Իսկ Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգներ գնում գալիս եմ, բայց չեմ ուզում եմ հասկանալ քո կոնտենտը, հա, քո լսարանը որտեղ ես ավելի։ Առաջին անգամ չի, որ Լոս Անջելեսում ես եւ հայության ես հետաքրքիր համայնքի մեջ։ Իմ հետևորդների մի մեծ բանակ Լոս Անջելեսից է եւ հիմնականում Հայաստանից։ Հայաստանում էլ ես ունենում դասընթացներ։ Այո։ Հայաստանում անցկացրել եմ մաստեր կլասեր, դասընթացներ, Դուբայում էլ եմ անցկացրել մաստեր կլաս։ Եվ պլանավորում եմ դուրս գալ եվրոպական երկրների վրա, երկրներ։ Իսկ հետևորդներդ կամ այն մարդիկ, ովքեր որ հետաքրքրված են քո գիտությամբ, միայն հայեր են։ Ոչ, ունեմ նաև ռուս հաճախորդներ եւ արտասահմանցի։ Շատ կարևոր, որովհետեւ գիտությունը կարծում եմ լեզու եւ ազգություն չի ճանաչում, այնպես որ թվերը ամենտեղ նույնն են, բացի Չինաստանից։ Այո։ Ես ինքս սովորել եմ ռուսերեն լեզվով, քանի որ հայերեն չկա որևէ նյութ եւ ինքս այդ ամբողջ գրականությունը նյութերը թարգմանել եմ հայերեն, որպեսզի դասավանդեմ մեր հայրենակիցներին հայերեն լեզվով։ Շատ հաճելի է։ Շնորհակալ եմ, հետաքրքիր գործեր ես անում, շատ անպայման ես ինքս սխալը կուղեմ, կուսումնասիրեմ։ Ինձ ասա խնդրեմ, քանի որ տեսակետի տաղավարում ես չեմ կարող չհարցնել, ինչպիսին է ջասմինը թվերից դուրս, հա, թվային հոգեբանությունից դուրս, որպես մայր, որպես կին, որպես դուստր, ինչով ես զբաղվում, ինչ ես սիրում անել, եւ արդյոք երեխաներդ կիսում են քո տեսակետը թվերի հետ կապված։ Ժասմինը թվային հոգեբանությունից դուրս հոգատար մայրիկ է, լավ դուստր։ Տեսեք, ես շատ Հայաստանի հետ կապված եմ ինձ զգում, շատ եմ սիրում մեր երկիրը, բայց կյանքի բերումով այնպես է ստացվել, որ բնակվում եմ Կանադայում եւ փորձում եմ ապրելով Կանադայում իմ երեխաներին շատ հայամետ դաստի արակել եւ ամեն ամառ մենք մեկնում ենք Հայաստան շփվելու բարեկամների հետ, տատիկի հետ, իմ եղբոր ընտանիքի հետ։ Կարող եմ իմ մասին ինձ մեկ բառով եթե բնութագրեմ, կարող եմ ասել, որ ես շատ հայրենասեր եմ, ընտանիքասեր եւ շատ հին մտածելակերպի մարդ։ Հին ավանդույթներ սիրող, այո, որ ասեմ հին մարդ մի քիչ ճիշտ չի լինի, բայց սիրում եմ մեր հայկական հին արժեքներն ու ավանդույթները։ Որովհետև արմատները ես սիրում։ Այո, սիրում եմ հայկական արմատները եւ արժեքները։
Ես շնորհակալ եմ քեզ, մենք հրաշալի զրույց եւ շատ տեղեկացված, շատ բովանդակալից զրույց կարծում եմ ունեցանք, այնպես որ հետևեք Ջասմինի Instagram-ի էջին, այո էկրանին հիմա կտեսնեք, հետագա հետաքրքիր on-line եւ off-line դասընթացները բաց չթողնելու համար։ Նաև գիտեմ, որ չկա ժամային խնդիր, այսինքն մենք բոլորը զբաղված ենք Լոս Անջելեսում հատկապես, նաև կա ժամային, այսպես Այո, քանի որ Միացյալ Նահանգներում բոլորը զբաղված են, ունեն ժամային խնդիր, ես ունեմ տարբեր ժամերի խմբեր եւ նաև ունեմ on-line դասեր։ Այդ մասին տեղեկություններ կարող են ստանալ հետևելով քո էջին։ Այո, իմ էջում բոլորը կան, այդ ինֆորմացիան կա։ Ես շնորհակալ եմ քեզ, մաղթում եմ հաջողություններ, սպասում եմ քեզ իմ տաղավարում հետագա լավ, հետաքրքիր նորություններով։ Ամենայն բարիք քեզ Ջասմին ջան։ Շնորհակալություն Գայանե ջան։ Եթերում տեսակետներ, կհանդիպենք։